Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, շարունակում ենք Սուրբ Պատարագի բացատրությունը պարզ բառերով ու հիմա հայր մերից հետո հասել ենք մի այնպիսի տեղ, որտեղ որ Սարգսակը դառնում է ժողովրդին եւ ասում է. ժողովուրդ, ուշադրություն, սրբության սրբոց, այսինքն ձեր ուշադրությունը լինի դեպի սրբության սրբոցը, որտեղ որ այդ պահին քահանան եւ ամբողջ ժողովուրդը պատրաստվում են ստանալու սուրբ հաղորդություն, այսինքն ֆիզիկապես կպնելու Աստծուն, ֆիզիկապես հաղորդվելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմին եւ արյանը, որը պատարագի նպատակն է, որովհետեւ պատարագ նշանակում է զոհաբերություն, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսը երկնքից իջնում եւ զոհաբերվում է մեր համար, որպեսզի մեզ փրկի, մեզ իր մարմինը եւ արյունը բաշխի եւ մեզ հավիտենական կյանք տա։ Ես չեմ կարող պատկերացնել, ասենք ոնց կարա մարդունը նստի, երբ որ իր Աստվածը երկնքից իջնում եւ նորից զոհաբերվում է, որպեսզի իրան հավիտենական կյանք տա, իսկ ինքը ասի ժամանակ չունեմ գնալու։ Սիրելի բարեկամներ, ես այս ձայնագրությունները դնում եմ շաբաթ առավոտյան այն հույսով, որ դուք կմտածեք այս բաների մասին, կկիսեք ձեր էջերին, լսողներ կմտածի եւ Կիրակի օրը կասեք ես որպես քրիստոնյա լինելու եմ հայ առաքելական եկեղեցում եւ գիտակցաբար սովորելով մասնակցել եմ մեր Սուրբ Պատարագին, որովհետեւ իմ Տերը զոհաբերվում է իմ համար եւս մեկ անգամ, որպեսզի ես հավիտենական կյանք ունենամ։ Ուրեմն հասել ենք մի տեղ, որտեղ որ երգը էսպես է, երևի հիմա ես կնվագեմ, դուք կզգաք թե ինչքան ծանոթ է այդ երաժշտությունը ձեզ։ Ծանոթ է այդ երաժշտությունը ձեզ։ Սիրելի ժողովուրդ, հիշում եք հայրմերից հետո, որ երկրպագում ենք Աստծուն, քահանան աղոթք կա կարդում եւ դրանից հետո Սարգսակն ասում է պրոսխումե հունարեն բառ է, որ նշանակում է ուշադրություն եւ քահանան ասում է ի սրբություն սրբոց, այսինքն ուշադրություն դեպի սրբության սրբոցը, արևմտահայերենում թարգմանված է ասում է սրբությունը սրբերի համար եւ մինչ դպրաց դասը, այսինքն երջախումբը եւ ժողովուրդը երգում են երկու երգեր փառաբանության, քահանան աղոթում է եւ իրեն եւ ժողովրդին խնդրում է, որ Աստված պատրաստի սուրբ հաղորդություն վերցնելու։ Այդ ժամանակ ժողովուրդը եւ երջախումբը երգում են միայն Սուրբ, միայն Տեր, այսինքն այն ինչ որ մենք տեսնում ենք քահանան բարձրացած, որին ասում է ուշադրություն դեպի սրբության սրբոց, դա միայն սրբություն է, դա միայն Տերն է, այսինքն մենք հավատում ենք, որ դա մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի պատվական մարմինն ու արյունն է։ Եվ երաժշտությունը այսպես է, հիշում եք, Հիսուս Քրիստոսի փառս Աստուծո Հասկացաք բառերը գրափար ժողովուրդ ջան, ասում է դու ես միայն Սուրբ, դու ես միայն Տեր, ով Հիսուս Քրիստոս, Հոր Աստուծո փառքի մեջ։ Այս ժամանակ քահանան տեսեք ինչ գեղեցիկ աղոթք է ասում, որը մտածում եմ այնքան արդիական է այս օրերին, որ մեր ամբողջ ազգը խառնվել է իրար։ Ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս, նայր մեզ երկնքից քո սրբությունից եւ թագավորությանդ փառապանց գահից։ Դու Հոր աջ կողմը նստած ես, բայց այստեղ մատուցվում ես որպես պատարագ։ Լսեք ինչ բառեր է։ Դու նստած ես Հոր աջ կողմը, հիշում եք համբարձման ժամանակ Տեր Հիսուսը համբարձվեց երկինք եւ ասում է նստեց Հոր աջ կողմը։ Բայց ասում է հիմա այստեղ մատուցվում ես որպես պատարագ։ Ու տեսեք ինչ բառեր է ասում։ Արի, մաքրի ու փրկիր մեզ։ Արի, մաքրի ու փրկիր մեզ։ Այո, ես ձեզ ասում եմ այս բառերն ու մտածում եմ, որ այս նախադասությունը պետքա դարձնեմ վերնագիր այս ձայնագրության։ Տեր Հիսուս Քրիստոս, արի, մաքրի ու փրկիր մեզ։ Մենք այս դժվար օրերին սիրելի ժողովուրդ պետքա կանչենք, ասենք Տեր Հիսուս Քրիստոս, արի, մաքրի ու փրկիր մեզ։
Շատերի համար իրենք աղոթքի զորությանը չեն հավատում։ Շատերի համար աղոթքը համարում է թուլության նշան, բայց կանչեք տիեզերքի ամենազորավոր անվանն ու ասեք. Տեր Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, ողորմյա մեզ, ողորմյա մեր եկեղեցին, ողորմյա մեր ազգին, մեր ընտանիքները, մեր պետությանը, արի, մաքրի ու փրկիր մեզ։ Տեր Հիսուս Քրիստոս, արի, մաքրի ու փրկիր մեզ։ Ու քահանան շարունակում է ու ասում է. արժանի արա մեզ բաշխելու քո անարատ մարմինդ եւ պատվական արյունը եւ մեր միջոցով բոլոր այս ժողովրդին, որտեղ քահանան հիմա պետքա քիչ հետո դառնա Տեր ողորմյայից հետո եւ ժողովրդին պետքա բաշխի Քրիստոսի մարմինն ու արյունը, չէ՞։ Դրա համար ասում է արժանի արա ինձ, որ ես կարողանամ բաշխելու։ Տեսնում եք, չի ասում բաժանել, այլ ասում է բաշխել։ Գիտեք ինչի, որտեղ բաժանել նշանակում է բաժանել, իսկ բաշխել, հիշում եք մեր ժողովրդի մեջ կաչի ասում է բաշխի, էլի, այսինքն ների, էլի։ Մի բան, որին այս մարդիկ արժանի չեն, տալացողն էլ, այսինքն Քրիստոսը ոչ մի պարտավորություն չունի, բայց նա բաշխում է, փրկում է, ներում է, որովհետև ինքը Աստված է, ինքը սեր է։ Եվ այդ ժամանակ ժողովուրդը երգչախմբի հետ երգում է, ասում է. օրհնյալ է Հայր Աստվածը, Հայր Սուրբ, Աստված ճշմարիտ, բոլորն ասում են ամեն։ Ասում է օրհնյալ է Սուրբ Որդին ճշմարիտ, բոլորն ասում են ամեն։ Քահանան էլի նորից էս քահանան ասում է ամեն ինչ, ասում է օրհնյալ է Սուրբ Հոգի ճշմարիտ Աստված, ժողովուրդն ասում է ամեն։ Քահանան ասում է օրհնություն եւ փառք Հոր եւ Որդվո եւ Սուրբ Հոգուին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Դրանից հետո ժողովուրդը երգում է, ասում է Հայր Սուրբ, Որդի Սուրբ, Հոգի Սուրբ, օրհնություն եւ փառք Հոր եւ Որդվո եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ու այս երգը լինում է նույն երաժշտության, որ ասացի, օրինակ ապա բոլորը միասին օրհնում են Աստծուն ասելով օրհնություն Հոր եւ Որդվո եւ Սուրբ Հոգուին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից Ոստեղ մի շատ հետաքրքիր բան է կատարվում։ Մինչ քահանան աղոթք ասում, հիմա ձեզ ասեմ այդ աղոթքը, հետո ասեմ թե ինչ է կատարվում։ Քահանան այդ ընթացքում աղոթում է, ասում է. Մեր Տեր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս, դու մեզ քրիստոնյա կոչեցիր քո միածին որդու անունով, դու մեզ քրիստոնյա կոչեցիր։ Ասում է. Մեր Տեր Աստված, մեր Տերը, դու մեզ քրիստոնյա կոչեցիր քո միածին որդու անունով եւ մեզ շնորհեցիր հոգեվոր ավազանի մկրտություն մեր մեղքերի թողության համար եւ արժանի արիր մեզ հաղորդվելու քո միածին մարմնին, քո միածնի, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի մարմնին եւ արյան հետ։ Եվ հիմա ով Տեր, աղաչում ենք քեզ, արժանի արա մեզ այս սուրբ խորհուրդը ընդունելու մեր մեղքերի թողության համար եւ գողության փառավորելու քեզ, Որդուդ եւ Սուրբ Հոգուդ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ոստեղ կատարվում է մի բան, որ ամբողջ պատարագի ընթացքում չի կատարվել։ Քահանան Սուրբ հաղորդության պարունակությունը սկիհով, այսինքն սկի հետ գեղեցիկ բաժակն է, վերցրած դառնում է դեպի ժողովուրդը եւ ասում է. սա Սուրբ պատվական մարմինը եւ արյունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Եվ դրանից հետո ժողովուրդը երգում են Տեր ողորմյա երգը, որի մասին ես կխոսեմ հաջորդ անգամ, բայց այդ ընթացքում քահանան այսպեսի գեղեցիկ աղոթք ասում է. Սրբությամբ ճաշակենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ եւ պատվական մարմինն ու արյունը, որ երկնքից իջնելով մեր մեջ է բաշխվում, տեսեք էլի բաշխվել բառն է։ Սա է կյանքը, հույսը, հարությունը, մեղքերի քավությունն ու թողությունը։ Սաղմոս երգենք մեր Տեր Աստծուն, սաղմոս երգենք մեր երկնավոր անմահ Թագավորին,
որ քերովբեական կարգերի վրա են նստում։ Քերովբեները հրեշտակների դաս են։ Տեսնում եք ինչ մեծ խորհուրդ կա, սիրելի ժողովուրդ, պատարագի մեջ։ Այսօր շաբաթ է, որ դուք լսում եք այս զայնագրությունը։ Դուք վաղը կգնաք պատարագի։ Մի անտեսեք, երբ որ մեր Փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսը երկնքից իջվելով ևս մեկ անգամ զոհաբերվում է եւ պատարագվում է մեզ հավիտենական կյանք տալու համար։ Ու ասեք, սիրելի ժողովուրդ, ինչպես այդ աղոթքի մեջ էր. արի, մաքրի եւ փրկի մեզ։ Արի, մաքրի եւ փրկի մեր ազգին, մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր դասին, բոլորիս։ Արի, մաքրի եւ փրկի մեզ։ Եվ եթե զայնագրությունը ձեր սրտին խոսեց, մի բան փոխվեց, դուք էլ կիսեք ձեր էջին, միգուցե ուրիշ մի հայ մարդու էլ խոսի, հրաժարվեն կրքերից, մեղքերից, ատեն մեղքն ու չարությունը, ագրեսիան, սիրեն Քրիստոսին, դառնան ու պաշտեն Աստծուն, փառավորեն Աստծուն, եւ միգուցե իրանք էլ սկսեն պատարագի գալ, Աստվածաշունչը կարդալ եւ սովորել Աստծո խոսքը։ Դե լավ եղեք, սիրելի ժողովուրդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։